Գործարար Ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ արժանապատիվ ծերություն խնամքի տան տնօրեն Սոնա Մարտիրոսյանին։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մեր նախնական զրույցի ժամանակ դուք ինձ ուղեցիք, որ ձերը խնամքի տուն է, ոչ թե խնամքի կենտրոն, եւ այս հարցը այսպես պահել է ինձ մոտ, որպեսզի եթերում տայի։ Որն է տարբերությունը խնամքի տան եւ խնամքի կենտրոնի։ Մեր բնակիչները գտնվում են ինչպես իրենց տանը, իրենց սենյակներում, անգամ կահավորանքը, հագուստի պահարանները, ամբողջությամբ տան կահավորանքը, սենյակային, ննջարանային, իրենց այդ կարգավիճակում, իրենք չեն հասկանում, չեն հասկանում, որ իրանք օտար տեղում են, այլ պատկերացնում են, որ իրենց տանն են, իրենց ննջարանում։ Նշեք այն բոլոր առանձնահատկությունները, որոնք հատուկ են արժանապատիվ ծերություն խնամքի տանը։ Մեր խնամքի տանը բոլորին վերաբերում ենք ոչ թե խնամվողների, այլ մեր տան բնակիչների, հաշվի ենք առնում իրենց կարգավիճակը, յուրահատուկ մոտեցում ենք յուրաքանչյուրին ցուցաբերում, առողջական վիճակը, իրենց կարիքները, բնավորության գծերը, հոգեկան հանգստությանը, որտեղ հիմա մեր բոլոր ծերերը ունեն շատերը հիշողության խնդիրներ։ Մենք ունենք անընդհատ ինչ որ իրենց տարիներից բաներ են հիշում, դրա համար այդ հոգեկան իրենց հանգստությունը շատ կարևոր է։ Պետք չէ լարվել, հանգիստ մոտեցումով, որ տատիկները իրենց լավ զգան, տատիկներն ու պապիկները, արժանապատիվ ծերություն հենց դա ենք նկատի ունեցել։ Տարիներ առաջ, երբ մենք խոսում ենք մեծահասակների մասին, անընդհատ շեշտադրում ենք երկարակեցությունը։ Բոլորս ուզում ենք, որ մեր հարազատները երկար ապրեն, մեզ հետ լինեն։ Ի ուրախությամբ պետք է նշենք ու փաստենք, որ վերջին տարիներին մենք կարևորում ենք ոչ միայն երկար ապրելը, այլ նաև այդ կյանքի որակը եւ այդ արժանապատվությունը, որովհետեւ յուրաքանչյուր մարդու համար, առավելապես ծեր մարդու, տարեց մարդու համար, հասուն մարդու համար շատ կարևոր է այդ արժանապատվությունը, որովհետև ես վստահ եմ դուք եք այս խնդրին բախվում, երբ ծերերին թվում է, թե իրենք բեռ են, իրենք հոգս են, այսինքն ամեն բան պետք է անենք, որ ցույց տանք, որ ոչ, իրենք մեր արմատներն են եւ պետք է հնարավորինս հարգալից վերաբերմունք լինի բոլոր առումներով։ Ես անգամ ինձ մոտ ունեմ մեկ տատիկ, որը ինձ դիմում է մամա, այսինքն իր հանդեպ հոգատարություն ինքը զգում է անկախ տարիքից, նա զգում է, որ իրեն ոնց են վերաբերվում, արժևորում, իր խոսքը, իր ցանկությունները, դրա համար կապ չունի հիշողությունը, մարդու զգացմունքները տարիների ընթացքում չեն մարում։ Միանշանակ։ Այստեղ վստահ եմ նաև մեր ռադիոլսողներին կհետաքրքրի, բացի նրանից, թե որն է տարբերությունը խնամքի կենտրոնի եւ խնամքի տան, որն է տարբերությունը նաև խնամքի տան ու ծերանոցի։ Շատ հաճախ ծերերը, երբ նմանատիպ կենտրոնների, տների մասին են լսում, իրենց թվում է, թե իրենք բեռ են եւ ուզում են հարազատները ազատվել իրենցից, տանում են ծերանոց։ Ուզում այդ նուրբ անցումների մասին եւս խոսեք։ Ես կասեի ոչ, մեր օրերում առհասարակ շատ դժվար է աշխատել, խնամել, տարեցին տանը, որտեվ ինչքան էլ հիմա տեսախցիկներ ա դրվում տանը ապահովության համար, բայց մարդիկ աշխատանքի են հարազատները։ Տարեց մարդ ընկավ։ Ես այս վերջերս դեպք ունեի, ինձ մոտ տատիկ էին բերել, որը 8 ժամ ընկել էր, մնացել էր այդպես ընկած։ Հասկանում ենք, ժամանակի ընթացքում սա մեզ մոտ զարգանում է, նորություն է Հայաստանում, բայց շատ կարևոր է սա։ Սա չի կոչվում, որ իրենից ազատվում է հարազատը, ոչ, հարազատը ավելի շատ մտահոգված է, քանի որ նա ինքնուրույն չի կարողանում դա կատարի, դիմում են նմանատիպ խնամքի հաստատություններ, խնամքի տներ, որպեսզի իր հարազատը, իր ծնողը, տատիկը, պապիկը գտնվեն հանգիստ միջավայրում, ապահով միջավայրում, մարդկանց ձեռքերում ապահով լինեն։ Այո, ես միշտ ասում եմ, այստեղ պետք է յուրաքանչյուր տարեց մարդ ոչ թե վիրավորվի նման առաջարկից, ընդհակառակը պետք է ընկալի, որ այնքան մեծ է սերը իր հանդեպ, որ այնքան է կարևորվում իր առողջությունը, որ մասնագիտական թիմի օգնությանն ենք դիմում, սա շատ կարևոր է։ Եվ այստեղ որպես լրացում ուզում եմ նաև նշեք այդ բոլոր ծառայությունները, որոնք մատուցում եք դուք։ Ոչ միայն խնամքն է մեզ մոտ, այլ նաև
իրենց հետ աշխատում ենք յուրաքանչյուրի հետ տարբեր է մոտեցումը անգամ սննդի հարցում ես ունեմ ինձ մոտ մեկ տարեց տատիկ որը բոլորս գիտենք մեր տարեցները սիրում են ավելուկով ապուրը լոպով ապուրը նա չի սիրում առհասարակ չի ուտում իր համար հատուկ մոտեցում այսինքն եթե նա սա չի ուտում ուրեմն կներեք մի քիչ դե չի ուտում ոչինչ թող չուտի այդ արտահայտությունը մեր մոտ չկա Չուտում կընտրենք այլ ընտրանք այո իր համար պատրաստում ենք այն որ ինչը որ նա կկամենա այդ պահին ասում են չէ մեծերը մի փոքր նաև երեխա են դառնում համաձայն եմ այո եւ ինչպես երեխաները կարող են մի բանը միշտ շատ սիրով ուտել բայց կգա մի պահ որ ուղղակի կհրաժարվեն այնպես էլ մեծերի մոտ է լինում քաղցրավենիքի հանդեպ սերը շատ է այդ տարիքում նույն տարբերություն չկա դու մենք էլ ենք քաղցր սիրում ով չի սիրում քաղցր ծառայությունների մասին կխնդրեմ խոսեք 24 ժամյա խնամք է հիգիենայի ապահովումը վերահսկողությունը դեղորայքի եթե ունեն դեղորայք բժշկի ցուցումով դա է տրվում մեզ մոտ մոռացել եմ չեմ խմել չկա հա ժամային գրաֆիկը պարտադիր պահվում է իրենց սննդի հետ կապված այդ հարցերն է լուծվում լոգանքն է ու այն ամեն ինչ որ պետք է մարդինք իր տանը անում այնքն իր համար այդ ամենը մենք ենք կազմակերպում տեղում մեր խնամքի տանը ես ինքս էլ ապրում եմ այդ տանը 24 ժամ գրաֆիկով աշխատում եմ խնամողների հետ ինքս չեմ բացակայում հազվագյուտ ալինում որ ինչ որ դե տանիցով դուրս չի գալիս սննդի մասին խոսելիս այստեղ մի կարևոր առանձնահատկություն եմ ուզում շեշտադրենք որ բացի այսպես ասած նախասիրությունները նաև կարելիների ու չի կարելիների հարց կա ի վերջո նաև ցավոք տարեցները ունենում են բավականաչափ քրոնիկ հիվանդություններ որոնց դեպքում այս կամ այն մթերք կամ այս կամ այն տեսակը սննդի չի կարելի այս սա ինչպես եք վերահսկում տեսեք, ես ամենաշատ կարևորում եմ սնունդը, որովհետև մի հատ օրինակ կարելի է բերել, ծաղիկը եթե չենք ջրում, ինքը թորոմում է։ Իհարկե։ Նո, այս պարագայում նույնն էլ մեծն է, եթե նա չսնվի, նա շուտ կմարի։ Պարտադիր միսը, հենց անհատական այդ մսով ճաշերը պետքա լինի։ Միրգը, բանջարեղենը, որ պարտադիր է պետք իրենց։ Դե տարեցների մոտ լինում են շատ նկատվում իրենք նստած են նստակյաց կյանքով են ապրում անգամ աղիների հետ այն խնդիր ունենում պերեստատիկա չի լինում դրա համար պարտադիր միրգա բանջարեղենը եթե կարողանում են ընդեղենը ես շատ ժամանակ ընդեղենը աղում եմ որպեսզի իրենք կարողանան դա ուտել այդպես Այսինքն ճիշտ եմ հասկանում որ ըստ խնդրի ըստ հիվանդության եւս սա կարևորվում է եւ Այո Եթե օրինակ շաքարային դիաբետ ունի տատիկը կամ պապիկը, ապա այս կամ այն, հա, սննդատեսակը ուղղակի բացառում ենք իր սննդակարգից։ Նշեցիք, որ 24 ժամյա հսկողություն է լինում տարեցի համար, բայց հնարավոր է օրինակ այսպիսի տարբերակ, որ ժամանակային որոշակի սահմանափակումներով լինի ձեզ մոտ շահառուն։ Օրինակ ընտանիքի անդամներն աշխատանքի են, տատիկին կամ պապիկին բերում են ձեզ մոտ վերահսկողությունից դուրս չմնալու, խնամքից դուրս չմնալու համար, իսկ երեկոյան տանում են նորից տուն։ Այո, հնարավոր է, երբ որ հարազատ աշխատանք է կամ ինչ որ գործերով քաղաքում չէ, ժամային գրաֆիկի բերում է մեզ մոտ, մենք հոգ ենք տանում նրա մասին, ավարտում է իր գործերը, իր աշխատանքը, կարող է գալ տանել։ Կան դեպքեր, որ անգամ մենք ենք տուն տանում, դա էլ է հնարավոր լինում, որպեսզի հեշտացնենք հարազատի հոգս, այսինքն մենք նրա համար ենք, որ իր հոգսը թեթևացնենք հանգստություն տանք իր առօրյային։ Կան նաև դեպքեր, երբ որ հարազատը դրսում է, իր ծնողը միայնակ է, այստեղ է կամ տատիկն է միայնակ, պապիկն է, չգիտեմ, այսօր շատ կան, սա էլ լավ տարբերակ է, որպեսզի այնտեղ դրսում մեր հարազատները հանգիստ լինեն։ Որովհետև հարազատը ուշադրության կենտրոնում է եւ խնամքից դուրս չի մնում։ Շատ լավ, բոլոր տեսակի խնդիրներ ունեցող տարեցները կարող են լինել ձեր շահառուն։ Նկատի ունեմ, եթե օրինակ անկողնային հիվանդ է, եթե օրինակ քրոնիկ այնպիսի հիվանդություններ ունի, օրինակ կաթվածից հետո է եւ այլն։ Բոլոր դեպքերում կարող է ձեզ մոտ լինել։ Այսպես ասեմ, մեզ մոտ պալիատիվ կենտրոն չէ, բայց եթե բժշկի ցուցումով նազուտ միայն խնամքի կարիք ունի, բժշկական ոչ մի
վերահսկողություն, ոչ մի տեսակի Իսկ եթե պիտի տանը լիներ? Այո, եթե նա պետքա տանը լիներ, նա կարող է գտնվել մեր տանը, մեր խնամքի տանը, իսկ ուրիշ տարբերակներում պալիատիվ կենտրոններ, ինչ շատ են զանգահարում, ես ուղղորդում եմ պալիատիվ կենտրոններ։ Այսինքն, եթե այսպես հստակեցնելու լինենք, կարող ենք ասել, եթե հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, արդեն կարող է տանը գտնվել, իր դեղերը, այդ միջամտությունները, որոնք որ ինքն իրեն կարող է կամ հարազատները կարող են անել, այս բոլոր դեպքերում կարող է տատիկը կամ պապիկը լինել ձեզ մոտ։ Այո։ Շատ լավ։ Ես մի շատ կարևոր հարց բոլոր նրանց համար, ովքեր մտածում են կամ դեռ կամուկացի մեջ են, հա, պետք է տատիկին, պապիկին տանել այս կամ այն կենտրոն, իրենց համար սա առաջնային հարց է, հա, մասնագիտական թիմը, որովհետև ցավոք պետք է նկատենք, որ այսօր շատերը գաղափար չունենալով, թե ինչպիսի վերաբերմունք է պետք տարեցի հետ աշխատելիս, իրենք որոշում են, որ կարող են խնամքով զբաղվել։ Այնպես ինչպես երեխաների դեպքում է պարտադիր կրթությունը, վերապատրաստումը, պատկերացումը, փորձը, այնպես էլ վստահ եմ տարեցների դեպքում, դեռ ինչպես ասեցինք, իրենք էլ են երեխա դառնում։ Սրանի ոնց եք վերաբերվում, ոնց եք լավ։ Այսպես պատասխանեմ, ես ինքս բուժքույր եմ, պալիատիվի սերտիֆիկատ ունեմ խնամքի հարցում։ Նախ մարդ այս ոլորտի աշխատողները պետք է նախ իրենց սիրեն, որպեսզի կարողանան դիմացինին սիրեն։ Խիղճը ամենակարևոր բանն է։ Այո։ Խիղճը շատ մեծ դեր է խաղում այս ոլորտի մեջ։ Սա զուտ աշխատանք չի, որ կերակրեցիր, տեղը տվեցիր, վերջ, չէ։ Սա մի մեծ հոգեբանական աշխատանք է, տարեցի հետ աշխատելը։ Լսելու ունակությունը, կարեկից լինել, ինչ որ հարցերում նախնդիրներ ունի, այդ խնդիրների մասին խոսել, այնպես որ նա հանգստանա։ Բոլոր դեպքերում նաև հոգեբանական, այսպես ասած, պատրաստություն է պետք ունենալ։ Իհարկե, դու ինքդ հանգիստ լինես, որպեսզի կարողանաս այդ հանգստությունը փոխանցես իրեն։ Հենց սա եմ ուզում ասել, որ նման աշխատանք կատարելու համար բացի խիղճը, սերը, նաև աստվածավախությունը, նաև պետք է ունենաս ծով համբերություն։ Տատիկների հետ շատ ժամանակ պատարակների եմ կազմակերպում եմ այնպես, որպեսզի դուրս գանք, գնանք պատարակների, անգամ Տեր հայր եմ հրավիրում ժամանակ առ ժամանակ։ Մենք նաև լինում ենք հանգստյան գոտիներ, քաղաքից դուրս ենք միասին գնում։ Ծնունդներ ենք նշում, քիչ աշխարհիկ լեզվով ասեմ, պանդոկներ ենք հաճախում, անգամ տատիկների հետ այդ վիճակում, անվասայլակների վրա։ Մի խոսքով ես այսպես եմ հասկանում, արժևորում ենք իրենց կյանքը։ Այո, դուք դառնում եք մի մեծ ընտանիք եւ իրենց համար էլ այնքանով է լավ, որ հասակակիցների հետ շփումը, իրենք իրեր լեզու շատ ավելի լավ են հասկանում, դե ժամանցներ եթե ապահովում էլ ինչ ունենք մտածելու։ Այո։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ նաեւ խնդրեմ նշեք, թե ինչպես կարող են լառնալ ձեր ընտանիքի անդամը։ Մեզ կարող են գտնել մեր հասցեում, նաև հեռախոսահամարներով կարող են զանգարել, ունենք WhatsApp, Viber, Instagram-յան էջ ունենք, Facebook-յան էջ ունենք։ Ինչպես փնտրենք եւ գտնենք։ Արժանապատիվ ծերություն, խնամքի տուն, նույնն էլ Instagram-ում, բոլոր հարթակներում կանք։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ունեն ցանկություն եւ չունեն բժշկական հակացություններ եւ բժշկական խիստ վերահսկողության կարիք, կարող են լինել ձեր ընտանիքի անդամը։ Սփյորում էլ տեղադրված է, կարող են սփյորով անգամ գտնել։ Իսկ եթե շահառուն ծեր չէ, բայց միայնակ է, կարող է խնամքի կարիք, այո, նման բնակիչ ես ունեցել եմ, ավտովթարից հետո իրեն պետք էր խնամք։ Դիմեց մեզ, գտնվեց մեր տանը, ժամանակավոր, վերականգնվեց, գնեց իր արդեն առօրյա կյանքում։ Առավելագույն ինչքան ժամանակ կարող են մնալ ձեզ մոտ։ Անսահմանափակ է։ Ժամանակ գոյություն չունի։ Ինչքան լավ եմ զգում։
Ինչքան լավ են զգում, կարող են գալ։ Այո։ Նման դեպքերում, երբ այսպիսի հարցեր ենք քննարկում, նմանատիպ կենտրոնների մասին կամ տների մասին ենք խոսում, բոլորն էլ ասում են, որ դե հա շատ լավ է, մենք էլ ենք գիտակցում, որ լավ կլիներ մեր տարեցը նման կենտրոնում կամ տանը լիներ, բայց սրանք բավականին մեծ ծախսերի հետ են կապված։ Արդյոք կարող ենք ասել, որ խնամքի տան շահառու լինելը միջին վիճակագրական եկամուտ ունեցող մարդու համար հասանելի է։ Իհարկե հասանելի է։ Երբ որ հարազատը խնամող է վարձակալում իր տանը խնամի, դա ավելի մեծ գումարների մասին է խոսքը գնում, քան արդեն երբ որ վճարում է խնամքի տան համար։ Իհարկե իր համար շատ ավելի ձեռնտու տարբերակ է դիմել խնամքի տուն։ Նաև նշեմ, որ երբ որ տարեց մարդը ունի խնամքի կարիք եւ դուրս է մնում նման ծառայություններից, իր հետ լինում են դժբախտ դեպքեր, որ ես մի քիչ առաջ բերեցի մեկ օրինակ, երբ որ տարեց ընկել էր եւ 8 ժամ մնացել էր տանը միայնակ, դա սարսափելի է ուղղակի։ Շատ լավ։ Արդյոք հարազատները ունեն հնարավորություն այդ խնամքի տանը լինելու ընթացքում այցելելու իրենց հարազատին, ինչու ոչ նաև տեսնելու թե ինչպիսի պայմաններում է նա ապրում, ինչ է ուտում, ինչով է զբաղվում, մի խոսքով ամբողջությամբ վերահսկել, այսպես ասած։ Ես կասեմ, որ դա ամենակարևորն է, ոչ միայն մեր խնամքի տան մասին է խոսքը, ես դիմում եմ բոլոր տարեցների հարազատներին, բոլոր այն խնամվողների հարազատներին, որպեսզի այդ հարցին ուշադրություն դարձնեն։ Կարևոր պայման է, որպեսզի հետևողական լինեն իրենց տարեց, իրենց տատիկ-պապիկների խնամվող այդ ընթացքում, ուշադրության կենտրոնում լինեն, խնամված լինեն, սոված չլինեն, իսկ այցելությունները պարտադիր են։ Ժամային գրաֆիկ ճիշտագոյություն չունի, զուտ չխանգարի առավոտվա այդ իրենց հիգիենային, երեկոյան մնացած դեպքերում հարազատը երբ ցանկանում է, կարող է մոտենալ, անգամ մեր հետ նստում ենք, ճաշում ենք, այդ նույն ճաշը, որ եւ ուտում են մեր տան բնակիչները, նաեւ մենք ենք սնվում։ Ոչ մի տարբերություն չկա, նա սա է ուտում, մենք սա ենք ուտում, չկա նման խնդիր մեր տանը։ Ուզում եմ առանձնացնել 3 կարևոր սկզբունք կամ չափանիշ, որով յուրաքանչյուր մարդ, ով որոշել է իր տարեցին, իր խնամքի կարիք ունեցող հարազատին նման կենտրոն կամ տուն տեղափոխելու, պիտի անպայման ուշադրություն դարձնի։ Լավ, ինչին ուշադիր լինենք, որպեսզի մեր հարազատը իսկապես արժանապատիվ խնամքի արժանանա։ Առաջին հերթին, երբ որ մտնում ես նման տեղեր, խնամված լինեն բոլոր տարեցները այդ պահին, որ մտնում ես, նրանց դեմքի արտահայտությունը շատ կարևոր է։ Երբ որ մարդը ընկճված է, սովի մեջ է, անխնամ վիճակում է, երևում է դա։ Պետք է նայել այդ տան բնակիչներին առաջինը։ Հայելին են։ Այո։ Կարծում նաև հիգիենային կարելի է ուշադրություն եւ պարտավոր ուշադրություն դա դարձնել։ տարածքի հիգիենան է, դա իրենց հիգիենան է, եղունգներ, մազեր, ես իմ տատիկներին տանում եմ վարսավիրանոց, շատ հետաքրքիր առօրյա ենք մենք անցկացնում։ Ինձ դուր է գալիս, որ դուք ասում եք մեր տան բնակիչները, իմ տատիկները, այսինքն այն թեզը, որը ամենասկզբում առաջ քաշեցի, մի ընտանիք եք, ամբողջությամբ կարող եմ վստահ ասել, որ այո։ Ես անգամ իրենց ցավով ցավում եմ, ահա որ դա զգացողություն է, ես չեմ կարող դա բացատրեմ, բայց նրանք իմն են։ Ձեզ ավելի շատ գաղտնիք են, չէ՞, պատմում, քան ընտանիքի անդամներին։ Այն հույզերը, զգացմունքները, որոնք որ կուտակվել են, սրանց մասին եւս խոսում են։ Բոլորին յուրովի սիրում եմ։ Դեռ մեր մեծերն էին այս մասին խոսում, ու հիմա ես կուզեմ այսպես մեջ բերել, որ մեծի հետ ապրելը, մեծի օրհնությունը լավագույն ներդրումն է մեր կյանքի հետագա զարգացման համար։ Դա ճիշտ խոսքեր են։ Այո, եւ այդքան ծեր մարդկանց, տարեց մարդկանց, մեծ մարդկանց հետ շփումը եւ յուրաքանչյուրի օրհնությունը ձեզ համար լավագույն տարբերակն է։ Շնորհակալ բառերը, որ իրանք ասում են, շնորհակալ ենք, օրհնում են։ Դա ամենակարևորն է։ Դրանից առավել մենք չենք կարող ստանանք։ Յուրաքանչյուր ռադիո լսողի, ռադիոդիտողի, յուրաքանչյուր մարդու, ով իր տանը կամ հարազատների շրջանում ունի մեծահասակ, ինչ ունեք իրենց ասելու։ Լինեն ուշադիր, հոգատար, սիրով, համբերատար։ Տարեցները այսօր շատ խնդիրներ են ունենում, եւ հիշողության խնդիրներ, եւ քայլելու հետ կապված, եւ սննդի լինեն ուշադիր, սիրով,
համբերատար վերաբերվեն նրանց յուրաքանչյուր խոսքին եւ եթե ունեն կարիք խնամվելու պետք չի ընկճվել այսօր սա էլ է մեզ մոտ զարգանում ինչպես դրսում պետք է դիմել նման հաստատություններ Պատկերացրեք, եթե մենք մոտ 10 տարի առաջ այս մասին խոսեինք, գուցե քարկոծվեինք, դե մեր հարազատին ոնց տանենք ուրիշի տանը պահենք, ինչպես կարելի է տանից դուրս հանել, նույնիսկ այսպիսի պիտակներ կարող ենք լսել, բայց վերջին տարիներին մենք հասկացանք, որ գրաֆիկը եւ աշխատանքը մեր կենցաղը այնպես է դասավորվել, որ բոլորն են աշխատում, բոլորն են դուրս գալիս տանից։ Ես ինքս աշխատել եմ մեր հայ մշակույթի շատ հայտնի մարդկանց հետ իրենցից շատ բան եմ սովորել այդ վերաբերմունքը այդ մարդու արժևորելը դա ամենակարևոր հատկանիշն է մեծին պետք է արժևորել Զրուցակիցս արժանապատիվ ծերություն խնամքի տան տնօրեն Սոնա Մարտիրոսյանն էր Շնորհակալ եմ որ մեզ հետ եք կհանդիպենք նաև մյուս շաբաթ ցտեսություն